Պաղեստինում կար մի վանք, մեծ ու բարձր ժայռի ստորոտին, իսկ վանքից վերև ժայռի վրա կար մի քարայր։ Այդ վանքի վանականները պատմում էին. սրանից որոշ ժամանակ առաջ մեր եղբայրներից մեկի մոտ ցանկություն առաջացավ ապրել քարայրում, որը լեռան վրա էր, եւ այդ մասին խնդրեց վանահորը։ Վանահայրը կշռադատության պարգև ուներ։ Նա ասաց եղբորը. «Զավակս, դու ինչպես ես ցանկանում միայնակ ապրել քարայրում, երբ դեռ նույնիսկ փոքր-ինչ չես հաղթահարել այն խորհուրդները, որոնք բորբոքում են քո մեջ մարմնավոր եւ հոգեվոր կրքեր»։ Միայնակեցությամբ ապրել ցանկացողը պետք է լինի ուսուցչի ղեկավարության տակ, այլ ոչ թե անձամբ առաջնորդի ինքն իրեն։ Դու դեռ բոլորովին չհասած պատշաճ հասակի խնդրում ես ինձ տկարիս, որպեսզի թույլ տամ քեզ միայնակ ապրել քարայրում, իսկ ես մտածում եմ, որ դու դեռ ունակ չես ըմբռնել դիվային տարբեր խարդավանքները։ Քեզ համար ավելի լավ է ծառայել հայրերին, նրանց աղոթքներով Աստծուց օգնություն ստանալ, նրանց հետ նշանակված ժամին փառաբանել եւ գովերգել բոլորի Տիրոջը, քան միայնակ պայքարել պիղծ եւ չարանենգ խորհուրդների դեմ։ Միթե չես լսել, թե ինչ է ասում Սուրբ Հովհաննեսը, Սանդուղք գրքի հեղինակը։ Վայ մի անձնության մեջ ապրողին, որովհետև եթե նա ընկնի ձանձրույթի կամ ծուլության մեջ, ապա ով կարող է ոտքի կանգնեցնել նրան։ Իսկ որտեղ երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անվան համար, այնտեղ ես նրանց հետ եմ, ասաց Տերը։ Այդպես պատասխանեց նրան վանահայրը, բայց չկարողացավ ցրել վանականի հոգեկործան խորհուրդները։ Տեսնելով եղբոր անդիմադրելի ցանկությունը եւ նրա թախանձագին խնդրանքը, վանահայրը վերջապես թույլատրեց նրան ապրել քարայրում։ Ուղեկցվելով վանահոր աղոթքով, նա բարձրացավ քարայր։ Ճաշի ժամին կերակուրը նրա համար քարայր էր բերում վանքի եղբայրներից մեկը, իսկ մենակյացը քարայրում մի զամբյուղ ուներ, որն իջեցնում եւ ընդունում էր ուտելիքը։ Երբ նա որոշ ժամանակ ապրեց քարայրում, դևը, որը միշտ պայքարում է աստվածահաճո կյանք ապրել ցանկացողների դեմ, սկսեց գիշեր-ցերեկ շփոթեցնել նրան չար խորհուրդներով, իսկ մի քանի օր անց լուսավոր հրեշտակի կերպարանքով հայտնվեց նրան եւ ասաց. «Թող քեզ հայտնի լինի, որ հանուն քո մաքրության եւ բարության Աստված ինձ ուղարկեց քեզ ծառայելու»։ Վանականը պատասխանեց. «Ես ինչ բարի բան եմ արել, որ հրեշտակները ծառայեն ինձ»։ Դևն առարկեց. «Այն ամենը, ինչ դու արել ես, մեծ է եւ վեհ։ Դու թողեցիր աշխարհի գեղեցկությունը եւ վանական դարձար, ճգնելով, պահքով, աղոթքներով եւ հսկումներով, իսկ հետո թողեցիր վանքը եւ տեղափոխվեցիր ապրելու այստեղ։ Ուրեմն ինչպես կարող են հրեշտակները չծառայել քո սրբությանը»։ Այսպիսի խորհուրդներով հոգեկործան օձը նրան մեծամտության ու հպարտության հասցրեց եւ սկսեց մշտապես հայտնվել նրան։ Մի օր գողերի կողմից կողոպտված մի մարդ եկավ վանականի մոտ։ Պիղծ դևը, որը հմայել էր նրան, հրեշտակի կերպարանքով երևաց եւ ասաց. «Այդ մարդը կողոպտվել է գողերի կողմից, գողացածը թաքցված է այսինչ տեղում, ասա նրան, որ գնա այնտեղ եւ վերցնի դրանք»։ Մարդը գալով քարայր խոնարհվեց, իսկ վանականը վերևից ասաց նրան. «Լավ է, եղբայր, որ եկար։ Ես գիտեմ, որ քեզ հետ դժբախտություն է պատահել, որովհետև քեզ մոտ գողեր են մտել եւ այս ու այն գողացել։ Մի տխրիր։ Նրանք գողացածը այսինչ տեղում են պահել։ Գնա այնտեղ եւ ամեն ինչ կգտնես, իսկ ինձ համար աղոթիր»։ Մարդը զարմանքով լսեց նրան եւ գտավ գողացվածը։ Նա գովաբանեց վանականին այդ ամբողջ երկրով մեկ, ասելով, թե քարայրում ապրող վանականը մարգարե է։ Վանականի մոտ բազմաթիվ մարդիկ սկսեցին հավաքվել։ Լսելով սրան, նրանք զարմանում էին այն խոսքերից, ինչը նա արտաբերում էր դևերի ներշնչմամբ։ Նա գուշակում էր եւ նրա գուշակություններն իրականանում էին։ Թշվառը բավական ժամանակ անցկացրեց այդ հմայության մեջ։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի համբարձման երկրորդ շաբաթվա երկրորդ օրը պիղծ դևը երևաց վանականին եւ ասաց. «Իմացիր, Հայր, որ հանուն քո անարատ եւ հրեշտակային վարքի ուրիշ հրեշտակներ կգան եւ քեզ մարմնով երկինք կբարձրացնեն,
այնտեղ բոլոր հրեշտակների հետ կվայելես Տիրոջ աննկարագրելի գեղեցկությունը։ Դևն այս ասելով անհետացավ։ Բայց մարդասեր եւ բազմողորմ Տերը, որ չի ցանկանում մարդկության կործանումը, վանականի սրտի մեջ դրեց, որ պատահածի մասին հայտնի վանահորը, երբ եկավ եղբայրը, ով սովորաբար հաց էր բերում մենակյացին, նա դուրս նայեց քարայրից եւ ասաց նրան. «Եղբայր, գնա վանահորն ասա, որ գա ինձ մոտ»։ Եղբայրը դա փոխանցեց վանահորը։ Վանահայրը շտապեց գնալ եւ աստիճաններով բարձրացավ քարայր մենակյացի մոտ եւ ասաց նրան. «Ինչ պատճառով ես զավակս պատվիրել ինձ գալ այստեղ»։ Նա պատասխանեց. «Ինչով փոխհատուցեմ քեզ, Սուրբ Հայր, այն ամենի համար, ինչ դու արեցիր ինձ անարժանիս համար»։ Վանահայրն ասաց. «Ինչ բարի բան եմ արել քեզ համար»։ Վանականը պատասխանեց. «Ճիշտն ասած, Հայր, քո միջնորդությամբ ես արժանացա մեծ ու բազում բարիքների։ Քո շնորհիվ ես հրեշտակային կերպարանքով զգեստավորվեցի, քեզ եմ պարտական, որ հրեշտակների եմ տեսնում և զրուցում նրանց հետ, և որ կանխատեսության և մարգարեության պարգև ստացա»։ Վանահայրը լսելով այդ, զարմացավ և ասաց. «Դժբախտ մարդ, միթե դու հրեշտակներ ես տեսնում, միթե դու կանխատեսության պարգևի ես արժանացել, վայ քեզ, դժբախտ թշվառիդ, միթե ես քեզ չասացի, մի գնա քարայր, որպեսզի դևերը քեզ հմայության մեջ չգցեն»։ Երբ վանահայրն այդ ասաց, եղբայրը նրան առարկեց. «Այդպես մի ասա, արդար Հայր, քո սուրբ աղոթքների շնորհիվ ես հրեշտակներ եմ տեսնում, վաղը նրանք ինձ մարմնով երկինք են բարձրացնելու։ Թող իմանա սրբությունդ, որ ես ուզում եմ խնդրել մեր Տեր Աստծուց, որպեսզի քեզ էլ վերցնեն հրեշտակները և դու էլ ինձ հետ լինես երկնային փառքում»։ Լսելով այդ, վանահայրը սպառնալից ասաց նրան. «Դու հմայվել ես դևերի կողմից, դժբախտ մարդ, սակայն եթե ես այստեղ եմ եկել, ապա չեմ գնա այստեղից, կմնամ այստեղ, տեսնելու թե ինչ է կատարվելու քեզ հետ։ Գարշելի դևերին, որոնց դու հրեշտակ ես անվանում, ես չեմ տեսնի, բայց դու, երբ տեսնես, որ նրանք եկել են, ասա ինձ»։ Վանահայրը պատվիրեց հեռացնել աստիճանը և մնաց քարայրում պատրվածի հետ, պահքով և անդադար սաղմոսերգությունների մեջ հարատևելով։ Երբ հասավ այն ժամը, որ պատրվածը իբր երկինք պիտի բարձրանար, նա տեսավ մոտեցող դևերին և ասաց. «Եկան, Հայր»։ Այդ ժամանակ վանահայրը գրկեց նրան և աղաղակեց. «Տեր Հիսուս Քրիստոս, Որդի Աստծո, օգնիր պատրանքի մեջ գտնվող քո ծառային և թույլ մի տուր, որ պիղծ դևերը հաղթեն նրան»։ Երբ վանահայրն այս ասաց, դևերը բռնեցին և սկսեցին քաշել պատրանքի մեջ գտնվողին, ջանալով հանել նրան վանահոր գրկից, վանահայրը թույլ չտվեց դևերին։ Դևերը պոկելով պատրվածի փարաջան նրա վրայից, անհետացան։ Փարաջան տեսանելիորեն վեր բարձրացավ և վերջապես անհետացավ։ Սակայն բավական ժամանակ անց փարաջան նորից երևաց ներքև իջնելիս և ընկավ գետին։ Այդ ժամանակ ծերն ասաց պատրվածին. «Անխելք և դժբախտ, տեսա՞ր, թե ինչպես վարվեցին դևերը քո փարաջայի հետ, այդպես էլ նրանք մտադրվել էին վարվել քեզ հետ, նրանք մտադրվել էին քեզ, ինչպես Սիմոն կախարդին, օդ բարձրացնել և ցած թողնել, որպեսզի դու ջախջախվեիր և հոգիդ կործանեիր»։ Վանահայրը կանչեց վանականներին, պատվիրեց նրանց աստիճան բերել, պատրվածին քարայրից վանք տարավ և նրան հացի փռում, խոհանոցային և վանքի այլ գործերում ծառայության նշանակեց, որպեսզի խոնարհվեն նրա խորհուրդները, նման ձևով նա փրկեց այդ եղբորը։